Պացիենտը ուղեգրվել էր ինձ մոտ գանգատվելով մոտ 1 ամիս տևողությամբ աչքի կարմրությունից և բբի լայնացումից։ Պացիենտն անամնեզում նշում էր մոտ 1 ամիս տևողությամբ ախտորոշված ուվեիտ, որի կապակցությամբ ստացել էր համապատասխան բուժում, սակայն բուժումն ավարտելուց հետո այն նորից կրկնվել էր։ Առաջային ուվեիտը իրենից ներկայացնում է բորբոքային պրոցես, երբ այն գտնվում է եղջերաթաղանթի, այս թափանցիկ հյուսվածքի և ծիածանաթաղանթի միջև։ Սովորաբար դրսևորվում է կարմրությամբ, կարող է լինել տեսողության վատացում, կարող է չլինել տեսողության վատացում, հաշվի առնելով, որ պացիենտի հիմնական գանգատը դա բբի լայնացումն էր առանց դեղորայքի օգտագործման, ուստի կարելի էր մտածել վիրուսային ծագման ուվեիտների մասին, դրանք են հասարակ հերպեսը կամ հերպես սիմպլեքսի վիրուսը, ջրծաղիկի վիրուսը և խիստ հազվադեպ դեպքերում նման պատկեր կարող է առաջանալ ցիտոմեգալովիրուսից։ Սովորաբար ցիտոմեգալովիրուսը ակնահատակում է առաջացնում խնդիրներ, բորբոքումներ ոչ առաջային հատվածում, այն էլ այն մարդկանց մոտ, ովքեր ունեն խիստ իմունոսուպրեսիա, օրինակ ՁԻԱՀ-ով տառապող մարդկանց, ուռուցքային պրոցեսներով մարդկանց մոտ եւ այլն։ Երկար հետազոտություններից հետո պացիենտի մոտ դրվեց ցիտոմեգալովիրուսով պայմանավորված առաջային ուվեիտ եւ բուժումը այս դեպքում ներառում էր ոչ միայն կաթիլներ, այլև համակարգային, դեղորայքային հակավիրուսային բուժում։ Արգելի պացիենտներ, եթե ունեք աչքի կարմրություն, որը որ չի ուղեկցվում հատկապես թարախային կամ լորձաթարախային արտադրությամբ, այն երկարատև է, դիմեք ակնաբուժի, որպեսզի լուրջ խնդիրները բացառվեն կամ բուժվեն։